Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օրլրատվականն է, այսօր 3 մարտի, օրը երեքշաբթի, բարի երեկո։ Խթանել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում, նրանց տալ սեփական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ Այս նպատակների իրականացմանն ուղղված ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ դիմուսույց 2 ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվել են երիտասարդական նախաձեռնությունների արդյունքները։ Գիտելիքը վերածել փորձառության, գաղափարները նախաձեռնության։ Գավառ համայնքի 4 դպրոցներում ստեղծված քաղաքացիական կրթության ակումբները հենց այս ուղղությամբ են զարգացնում սովորողների կարողությունները։ Գավառի համար 8, Նորատուսի համար 2, Ծովազարդի և Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցների 110 աշակերտ դարձել է ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ դիմուսույց 2 ծրագրի մասնակից։ Անցել են տարբեր վերապատրաստումներ, առաջնորդության հմտություններ, հաղորդակցման հմտություններ, ծրագիր առաջարկ գրելու և ներկայացնելու հմտություններ, վերջին փուլում իրականացրել են համայնքային փոքր նախաձեռնություններ։ Նախաձեռնությունների համար տրամադրվել է ֆինանսական աջակցություն, ինչպես նաև երիտասարդները ներգրավվել են հավելյալ միջոցներ դրամահավաքների կամ աշխատուժի տեսքով։ Ծրագրի իրականացման ընթացքում երիտասարդները մշտադիտարկել են համայնքում իրականացված ծրագրերը, առանձնացրել խնդիրները, ձևավորել առաջնահերթությունները, արդյունքում ծնվել և կյանքի են կոչվել սեփական նախաձեռնություններ, ուղղված իրենց իսկ բնակավայրերում երիտասարդական ակտիվությանը։ Ձեռքբերումները ներկայացրել են ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Ծրագրի հանդիպումների արդյունքում մենք կարողացանք ձեռք բերել մի շարք հմտություններ, կարողություններ, որոնցից էին օրինակ ինչպես կարող ենք ճիշտ արտահայտվել, ինչպես կարող ենք ճիշտ հաղորդակցվել, ինչպես քննադատորեն ճիշտ մտածել, նաև սովորեցինք, թե ինչպես կարող ենք մենք վերհանել մեր իսկ համայնքի խնդիրները եւ դրա հիման վրա էլ արդեն ծրագրեր կազմել։ Երիտասարդները կարողացան համախմբվել, իրենց գաղափարները հավաքել, միավորել եւ աշխատել այդ մի գաղափարի շուրջ, որպեսզի ստանան որևէ դրական արդյունք, որը մեր մոտ հաջողվեց եւ կարողացանք ֆիզդահլիճի համար որոշ պարագաներ ձեռք բերել։ Կարծում եմ շատ հետաքրքիր է եւ շատ կուզենանք, որ կրկին այդպիսի դասընթացներ լինեն, որպեսզի երիտասարդները ավելի ակտիվ լինեն եւ այդ դասընթացների միջոցով մոտենան համայնքին, այսինքն փորձեն որոշ նախագծեր անել թե իրենց դպրոցի, թե իրենց, թե համայնքի համար։ Ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ դիմուսույց 2 ծրագիրը իրականացնում է սոցիալական երկխոսություն հասարակական կազմակերպությունը, երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում բազմակողմ գործակցության արդյունքում։ Ծրագիր, որը հնարավոր է դարձել երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ, իսկ երիտասարդները գործելիս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից եւ իրականացնում ենք World Vision Հայաստանի մեծանախաձեռնությունների կենտրոնի եւ Գյումրի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը հենց նպաստեց նաեւ երիտասարդները գործելիս ծրագրի մեծ կարեւորագույն նպատակին, այն է զորեղացնել երիտասարդներին, զարգացնել իրենց կարողությունները եւ նպաստել իրենց ավելի ակտիվ մասնակցությանը երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում։ Որպես հեռահար արդյունք ծրագիրն իրականացնողները նշում են երիտասարդների հետագա սեփական գործունեությունը համայնքային այլ նախաձեռնությունների իրականացման տեսքով, օգտագործելով ծրագրի ընթացքում ձեռք բերած գործընկերային կապերը, հատկապես Գավառի համայնքապետարանի հետ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Կարմիր գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները և Գեղարքունիքի մարզային գրադարանը համատեղ իրականացրել են Զորավար Անդրանիկին նվիրված միջոցառում «Դժվարագյուտ ծաղիկ որոնողը» խորագրով։ Միջոցառման հիմքում Խաչիկ Դաշտենցի ռանջպարների կանչը վիպասքն էր, որի միջոցով աշակերտները ներկայացրին Զորավարի կերպարը։ Գեղարքունիքի մարզային գրադարանում հայրենասիրական դաս միջոցառում է։ Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ներկայացնում են Զորավար Անդրանիկի կյանքի և պայքարի ուղին, հայրենիքում և դրա սահմաններից դուրս մեծ հային տրված գնահատանքի ու հիշատակի դրսևորումները։ Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 161-ամյակին նվիրված ցերեկույթն անցկացվում է գրադարանի ընթերցասրահի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Հայ ժողովրդի ազգային հերո Զորավար Անդրանիկի հուշարձանը Ուջան գյուղում կառուցվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սա Անդրանիկի առաջին կիսանդրինն է Հայաստանում։ Հուշարձանը տեղադրվել է 1967 թվականի հուլիսի 3-ի գիշերը, գաղտնի։ Ես կարծում եմ, որ դուք ձեր հոգում այսօր կտանեք Անդրանիկից
մի լշխար, մի լույս եւ իզուր չի, պատահական չի, տեսեք հետաքրքիր համընկնում է, չէ՞։ Հովհաննես Թումանյանի շաբաթին հաջորդում է խոսում ենք Զորավար Անդրանիկի մասին։ Պատահական չի, որ Անդրանիկը եւ Հովհաննես Թումանյանը շատ մոտ են եղել իրար հետ։ Մեր աշխատանքի արդյունքում հասկացանք, որ մեր հայրենասիրության ասելիքը հենց տեղ հասավ երեխաներին, որովհետև նրանք ամբողջությամբ ներկայացրեցին Անդրանիկ Օզանյանի կյանքը եւ կարելի է ասել այդ հայրենասիրությունը նրանք ապրում էին, նրանք զգում էին եւ հասկացանք, որ այո, Անդրանիկը նրանց համար հայրենասիրության, անձնվիրության հատկանիշ է, մարմնավորում է։ Կյանքն իր ժողովրդի ազատ եւ երջանիկ ապրելու գաղափարին նվիրած Զորավարի մասին, որքան պատմական, նույնքան էլ բանահյուսական նյութ է ծնունդ առել եւ բերնեբերան սերնդից սերունդ հասել։ Հայ ժողովուրդն իր ամենասիրելի զավակներից մեկին օժտել է գերբնական, գերմարդկային հատկանիշներով, դրանք արտահայտելով բազում ավանդազրույցներում։ Զորավարին նվիրված գրական ընթերցումները ամբողջացնում են փաստագրական տվյալները։ Սա ոչ միայն կարելի է կոչել միջոցառում, այլ դաս միջոցառում, որ կրում էր ուսուցողական բնույթ։ Այսինքն երեխաներն այսօր իրենց հետ տարան Զորավար Անդրանիկի ոգուց մի նշխար, մի մասունք եւ մեջբերեմ Հրանտ Մաթեոսյանի խոսքերը, որոնք նաեւ մեջբերեցի միջոցառման ժամանակ։ Եվ ուրեմն փառք մեզ նրանց կանչողներից, նրանց սպասողներից, որ նրանց անմահության, նրանց անվերջության երաշխավորն ենք, եւ փառք իրենց, փառք իրեն Անդրանիկին, որ իր որդիների եւ որդվոց որդիների հայոց մեր անցյալը անհուշ եւ անանցյալ չթողեց։ Նա մեր կերպարին վեհություն է բերում, մեր ձուլվածքին ազնվություն եւ ազնվականություն է բերում, ռազմիկի մեր վարքին արծվենի ճախրանք։ Միջոցառման բովանդակությունը հետաքրքիր փաստերով ու տեղեկություններով հարստացնում են նաև գրադարանավարները, աշակերտներին պատմելով Զորավար Անդրանիկի նոր Բայազետի հետ ունեցած առնչությունների մասին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։